Հանրապետության պատգամավոր Աննա Մկրտչյանի Տիկին Մկրտչյան մինչ հանրապետականը կազդարարի իր ընտրությունների մասնակցելու հնարավոր մասնակցության մասին կամ գուցե չմասնակցության, դուք ինչ ակնկալիքներ ունեք ընտրություններից հնարավոր կլինի իշխանափոխություն։ Եթե մենք հաշվի առնենք այն անհերքելի հանգամանքը, կապ չունի ով է ուզում դա նկատի եւ ով չի ուզում դա նկատել, այն փաստը, որ Նիկոլը մեր երկրում իշխանությունը շարունակում է զավթած պահել արդեն 8 տարի, սկզբից դա սուտն ու կեղծիքներ, այսօր բացարձակապես վախը եւ բանդիտիզմը, նիկոլական բանդայի գործելավոճը միայն դա է, կազմակերպած հանցավոր խմբի միջոցով իշխանություն պահել։ Նիկոլը ոչ 2018 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ խորհրդարանական, ոչ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի պահել ընտրական օրենսգրքի եւ սահմանադրական որևէ սկզբունք, ինքը չի ընտրվել ազատ, թափանցիկ, արդար, ընտրվել է սկզբից դագաղները պահելով հանրապետական կուսակցության, հետո ընտրվել է վախի մթնոլորտում քաղբանտարկյալներ ունենալով բանտերում եւ այս տրամաբանության մեջ հույս ունենալ կամ ինչ որ ավանց տալ Նիկոլին, որ լինելու է ազատ, արդար, այս անգամ Նիկոլը փոշմանել է եւ հերթական բաժինը Հայաստանից հանձնելուց հետո փորձելու է ինչ-որ ընտրական պրոցեսներ ապահովել, ես կարծում դա անգամ միամտություն չի, դա հանցավոր ինքնավստահությունն է, որը թույլ տալ չի կարելի, եւ այդ հանգամանքին նպաստող եւ ապացուցող շատ այլ գործոններ էլ կան։ Տեսեք մի հատ իրանց անսահման լկտիությունը ցանկացած ոլորտում։ Ինչ ենք մենք մենակ քաղաքական եւ ընտրական պրոցեսների վրա ֆիքսվում։ Այսօր մենք էլի այս հակակոռուպցիոն դատարանում ենք, այն դատարանը, որը ստեղծվել է արտակարգ ռեժիմով, Նիկոլի ընդդիմախոսներին դատելու, Նիկոլի ընդդիմախոսներին ճնշելու համար, հնարավորություն չտալու քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշում ունենալու եւ նայեք ինչա կատարվում մեր շուրջը։ Այսօր Նիկոլի արդարացան նախարար աշխատողը, որը իր իրավագիտակցության ոչնչով չի տարբերվում ՔՊ-ական ուսապարկ Արփինե Դավոյանից, ինքը ուղղակի լսեք ինչա ասում այդ Սրբուի Գալյանը, այն նույն Սրբուի Գալյանը, որ ասում էր $200,000 իմ համար ինչա որ պետք է ես չունենամ։ Ինչա ասել է, որ եթե վիրավորանքը անցնում է քրեորեն պատժելի սահմանը, լսեք ուշադիր, հա, այս երկրի արդարացան նախարարը չգիտի, որ վիրավորանքը ոչ մի սահման չունի, որը կարող անցնի քրեականի, որտեղ վիրավորանքն ու զրպարտությունը Հայաստանի Հանրապետությունում իբր թե ապա քրեականացված են։ Այ արդարադատությունը այսօր այդ նույն հոգեվիճակում է, ինչ որ Սրբուի Գալյանը այդ հոգեվիճակում այդ հարցազրույցը տարուց։ Այս պայմաններում մտածել, որ բնականon պրոցեսներ են, դա նորից եմ կրկնում ինքնախապեյություն։ Եկեք ինքներս մեզ չխափենք, ես պատրաստ չեմ ինձ խափել։ Հիմա եթե ինքնախապեյություն է, սա ենթադրվում է, որ դեմ եք ընտրությունների Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցելուն։ Հանրապետական կուսակցությունը անգամ 2021 թվականին է խոսել նրա մասին, որ ընտրությունների գնալ չի կարելի, որտեղ եկեք անկեղծ նորից խոսենք։ Խոսքը քաղաքական ընտրությունների եւ պրոցեսների մասին չի։ Նիկոլը քաղաքական պրոցեսների արդյունքում չի եկել Հայաստանում իշխանության, ինքը այդ իշխանությունը զավթել է եւ շարունակելու է պահել զավթած։ Չեմ հավատում, որ ինքը տալու է հրաժարական, վստահ եմ, որ ինքը այս պետությունը հանգիստ է թողնելու միայն մի պայմանում բացարձակ հակազդեցություն կազմակերպելու արդյունքում։ Իսկ դրա համար մենք դեռ 3 ամիս ժամանակ ունենք։ Ինչի ենք մենք խոսում Նիկոլի կազմակերպվելիք ընտրությունների մասին հունիսի 7-ին, եթե մինչև հունիսի 7-ը կա 3 ամիս ժամանակ Նիկոլին վռնդելու եւ հնարավորություն չտալու, որպեսզի կառավարության շենքից հրահանգներ տա, SMS-ներ գրի ոստիկանությանը, քննչականներին, այդ հեղինակազրկված իրավապահ համակարգին, որ հերթական 50 քաղբանտարկյալը կամ ոնց որ ինքն էր ասում պլյուս մինուս 50 քաղբանտարկյալները ավելանան։ Yes, sir.